Ներկանել կառուցելիս իրողությունների հետ առերեսվենք։ Մի կողմ դնելով էլի եմ կրկնում, մենք շատ ենք սիրում, դուք առաջին մարդը չեք ցավոք սրտի։ Մենք շատ ենք սիրում մեր խնդիրները լուծելու ճանապարհին, մտածել թե մեր մասին ինչ կասեն հարևանները։ Թքած ունեմ ինչ կասեն հարևանները։ Օրինակ ես ինքս անձամբ ես չեմ ապրում հարևանացավով։ Կտրիշ Ներսիսյանի թեման, որ հիմա շատ տաք է հասարակության շրջանում, ես ինքս էլ ես ինձ համարում եմ առաջամարտիկ Կտրիշ Ներսիսյանին հեռացնելու հարցում։ Լավ, ձեր տեսակետն է, ինչ ասեմ։ Խոսում է դրա մասին Փաշազադեն։ Հետո Ջահանդամը իրանց լեզվով ասած թե չի խոսում։ Ու ինչ։ Կտրիշ Ներսիսյանը սրբադասվեց։ Կուսակրոնության ուխտը չխախտեց։ Բորրկությունը չի հովանավորում հիմա։ Ու ես պիտի դրա հետ հաշտ լինեմ։ Լուրջ եք ասում։ Ես հաշտ չեմ դրա հետ։ Ես հաշտ չեմ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ստով Այս երկրին այս ժողովրդին կերակրել են տարիներ շարունակ։ Այդ տարածաշրջանի Չէ, ես պիտի ասեմ, պիտի համեմատեկանը տանեմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակ միֆը Փուչիկը պայթեց այս ժողովրդի գլխին։ Պայթեց ու ամենածանր գինը վճարեց այս ժողովուրդը։ Չէինք տեսնում, թե որ ասենք մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակը չի, Ալիևը կամ Ադրբեջանը կլսեր, Թուրքիան կլսեր։ Ամենք այդքան միամիտ ենք, հետախուզություն չունեն, հակահետախուզություն չունեն, վերջի վերջո մեր բարեկամները իրանց հետ Բաքվում չայ չեն խմում, ռուսական սաունաներում ժամանակ չեն անցկացնում Նարիշկինի օրինակով։ Մենք բան ենք, ջայլամային քաղաքականությունը, չէր։ Այս տարածաշրջանում օր-օրի հզորացող ադրբեջանական բանակը չէինք տեսնում, պարսկական բանակը մեր քթի տակ չէինք տեսնում, թուրքական ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը չէինք տեսնում, մեր ականջներին հաճելի էր լսել տարածաշրջանի ամենամարտունակ բանակ արտահայտությունը։ Ժամանակին որ խոսեինք, ժամանակին որ քիթներս խոթում ենք բանակի խնդիրների մեջ, բանակի ծախսերի մեջ, ականջալուրջ չլինենք այն բաշի բոզուկներին, որ ասում էին բանակը սրբության դու գործ չունեք, իսկ բանակը վերածել էին իրական լվացկատան։ Մենք այսօր այս արհավիրքների առաջ կանգնած չէինք լինի։